Երբևէ պատկերացրել եք Գազան որպես շքեղ հանգստավայր, որտեղ լողափին հսկայական արմավենիներ են, փողոցներում թանկարժեք մեքենաներ են երթևեկում, Իլոն Մասկն օգտվում է տեղական խոհանոցից, իսկ ծովափին ամառվա արևն են վայելում Թրամփն ու Նեթանյահուն։ Եթե դուք չեք պատկերացրել, խնդիր չկա։ Թրամփն իր երազանքները պատկերավորում է եւ հրապարակում սոցիալական իր ցանցերում։ Trump gods are shining bright, golden future, a brand new life. Feast and dance, the deal is done. Trump gods. Դոնալդը գալիս է ձեզ ազատելու, ասվում է երգի տեքստում, բայց Թրամփի նոյեմբերի խոստումը, թե իր նախագահ ընտրվելուց հետո կավարտվեն բոլոր պատերազմները 24 ժամվա ընթացքում հոդս ցնդեցին։ Իսկ օրեր առաջ այս տեսանյութի հիմքում ընկած երազանքը հավանաբար փշուր եղավ։ Իսրայելի պաշտպանության բանակի նոր շտաբի պետ Էյալ Զամիրի հայտարարությունը մտածելու առիթ պետք է տա Թրամփին։ 2025 թվականը լինելու է պատերազմի տարի, կենտրոնացած Գազայի հատվածի եւ Իրանի վրա, սակայն ուշադրություն կդարձնենք նաեւ այլ ճակատներին, որպեսզի պահպանենք ձեռքբերումները եւ խորացնենք հաջողությունները։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կաց այս շաբաթ հայտարարել է, որ Իրանը մնում է իրենց ամենամեծ սպառնալիքը, սրա մասին նա խոսել է նաեւ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Պիտ Հեքսեթի հետ հանդիպման ժամանակ։ Իսրայելի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարները համաձայնել են, որ Իրանը տարածաշրջանի հիմնական սպառնալիքն է եւ Իսրայելի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների մեջ սերտ համագործակցությունը պետք է շարունակվի Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելը կանխելու նպատակով։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է, որ ստորագրել է հրատապ միջոցներ կիրառելու որոշում արագացնելու Իսրայելին տրամադրվող մոտ 4 միլիարդ դոլարի ռազմական օգնությունը։ Իսրայելի գլխավոր նոր շտաբի պետը շեշտել է մարտի դաշտում հաղթանակի կարևորությունը ներկայացնելով մի քանի տարի տևող ռազմավարական ծրագիր, որը նախատեսվում է սկսել այս տարվա երկրորդ կեսից։ Իսրայել-Իրան ստվերային պատերազմը նոր մակարդակի հասավ անցյալ տարի, երբ Թեհրանը հարվածեց Իսրայելին, ինչին էլ բուռն պատասխան Թել Ավիվը, հարձակվելով Իրանի ռազմական եւ միջուկային հետազոտական օբյեկտների վրա։ Մեկ շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը X-ի իր հարթակում կոշտ նախազգուշացումներ է հղել Իրանի աջակցությամբ գործող Համասին, պահանջելով անհապաղ ազատ արձակել պատանդներին, հակառակ դեպքում կվճարեն դժոխային գին։ Շալոմ Համաս նշանակում է ողջույն եւ հրաժեշտ, դուք կարող եք ընտրել։ Բոլոր պատանդներին ազատ արձակեք հիմա, ոչ թե հետո, եւ անմիջապես վերադարձրեք բոլոր սպանվածների մարմինները։ Հակառակ դեպքում ձեր վերջը եկել է։ Միայն հիվանդ ու խեղված մարդիկ են պահում մարմիններ, իսկ դուք հենց այդպիսին եք։ Ես Իսրայելին տրամադրում եմ այն ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է այս գործն ավարտին հասցնելու համար։ Եթե չկատարեք իմ պահանջները, Համասի ոչ մի անդամ ապահով չի լինի։ Ես հանդիպել եմ ձեր նախկին պատանդների հետ, որոնց կյանքը կործանել եք։ Սա ձեր վերջին նախազգուշացումն է։ Հիմա է Գազան լքելու ժամանակը, քանի դեռ հնարավորություն ունեք։ Անցած ամիս The Washington Post-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգների հետախուզական տվյալները վկայում են, որ Իսրայելը պլանավորում է նոր հարձակումներ Իրանի միջուկային օբյեկտների վրա, մինչդեռ Իրանը սպառնացել է արդեն 3-րդ հարվածով։ Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեղակալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ իր գործողությունը, որն անվանել է True Promise 3, ճշմարտության խոստում 3, կիրականացնի ճիշտ պահին։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։